Բարև, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի ընթացքում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենթեզի գրքերից, ֆիլմերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչը կարող է հետաքրքրել գիքերին։ Մեր ոդքասթի երկրորդ թողարկման ընթացքում մեր հյուրի հետ խոսել էինք նաեւ հայկական հայալեզու գրականության մեջ ֆենթեզի եւ գիտաֆանտաստիկ գրականության զարգացման հնարավորության մասին, տարբեր կարծիքներ հնչեցին, եկանք այն եզրակացության, որ գիտական ֆանտաստիկան եւ ֆենթեզին հայ գրականության մեջ հնարավոր է ձևավորել ու զարգացնել, ավելին արդեն կա նախաձեռնություն, որը հենց կոնկրետ զբաղվում է դրանով, դրա համար մեր այսօրվա հյուրն է Armcon նախաձեռնության համահիմնադիր Ֆրունզ Հարությունյանը։ Armcon-ը հարթակ է, որը միավորում է գրողների, ովքեր ստեղծագործում են գիտական ֆանտաստիկայի, ֆենթեզի, նաև միստիկայի, լավ ասեմ, այսինքն սպեկուլյացիվ գրականության ժանրերում, չնայած Ֆրունզը չի սիրում այդ արտահայտությունը, բայց ընդհանուր ուրիշ ինչ բառ կարանք ասենք, եթե ոչ սպեկուլյատիվ գրականություն, այսինքն գրականություն, որը նկարագրում է այն, ինչ մեր տիեզերքում գոյություն չունի։ Ես ինչքան հասկացա, սպեկուլյատիվ գրականություն տերմինը օգտագործում են արևմուտքում։ Հա։ Իսկ սովետական ֆանտաստիկայի դպրոցը կամ սովետական ավանդության մեջ միշտ ասում էին ֆանտաստիկայի ֆենտեզի կամ հա։ Բայց ասենք օրինակ սարսափ ժանրը կամ միստիկան մի քիչ ֆանտաստիկայի մեջ չի մտնում։ Դրա համար երևի թե քո ասածը տեղին է, եթե մենք ընդգրկում ենք նաև մյուս ասենք ենթաժանրերը կամ հարակից ժանրեր, որովհետև ենթադրենք սարսափը տարբեր բաներով, դասակարգումներով օրինակ չեն մտցնում ֆենտեզի կամ ֆանտաստիկայի մեջ ինքը, չէ՞։ Այսինքն այն ամեն ինչը պատմում է կամ նկարագրում է աշխարհներ կամ ներկայացնում է պատմություններ, որոնք մեր տիեզերքում գոյություն չունեն, մեր իմանալ։ Հեքիաթները մտնում են սպեկուլյատիվ գրականության մեջ, ըստ արևմտյան տեսակետի։ Դա ուրեմն նշանակում է ինքը broad fiction, որ ասում են fiction, այդ դեպքում fiction-ի եւ սպեկուլյատիվ գրականության տարբերությունը ո՞րն է իրանց այդ տերմինոլոգիայում։ Այստեղ ուրիշ խնդիր էլ է առաջանում, երբ որ դու ասենք վերցնում ես ինչ որ աբսուրդիստական ստեղծագործություն կամ սյուրռեալիստիկ ինչ որ պատմություն, որը նկարագրում է զուտ կենցաղային իրավիճակ, բայց կարող է մի քիչ թեքվի դեպի, չգիտեմ, միստիկա կամ ուրիշ բան իր պատմությունը պատմելու համար այդ դեպքում ոնց են անում։ Դե հենց դա, որ երևի թե այդ տերմինը կամ fiction-ը կամ սպեկուլյատիվ գրականությունը իրանք ավելի ընդգրկուն են, հա, ավանդական ֆանտաստիկա, այսպես ասած, ժանրը անջատում ենք ընդհանուր այդ սուպից, ասելով ֆանտաստիկա կամ ֆենտեզի կամ գիտաֆանտաստիկա։ Իմ կարծիքով բացեց սպեկուլյատիվ մի քիչ մեր հասարակության մեջ են սպեկուլյացիա բառը բացասական կոնոտացիա ունի, չէ՞։ Հա, մենք այդ սպեկուլյանտ բառի հետ կապված միշտ ունեցել ենք այդ բանը։ Դառը փորձը։ Պրոստա արևմտյան պատկերացումների մեջ սպեկուլյատիվ, այսինքն հորինված, էլի, ոչ թե ցանկացած պատմություն է հորինված։ Հորինված այն կոնտեքստում, որ դա չի կարա տեղի ունենա մեր իմացած աշխարհում, օրինակ։ Հիմա որ դասակարգում են fiction, non-fiction, տարբերությունը սպեկուլյատիվի միջև, քո կարծիքով։ Fiction-ը այնա դու հորինում ես պատմություն, բայց այդ պատմությունը կարա լինի, ասենք, չգիտեմ, Նարդոսի պատմվածքները, որոնք լրիվ ռեալիստիկ են ու կարան տեղի ունենան մեր աշխարհում կամ չգիտեմ, Hemingway-ի ստեղծագործությունները։ Բայց մինու պարագայում տեղի չեն ունեցել իրականում։ Հա, տեղի չեն ունեցել, բայց նույն ձև կարաս վերցնես, ասենք, ինչ որ գիրք, որը պատմա պատմական ինչ որ իրադարձությունների մասին, դա էլ է, չէ՞, fiction, ի վերջո։ Այսինքն ոչ ամեն ինչ ոչ միանշանակ է, այսի միանշանակ։ Կարանք ժամերով քննարկենք ու ոչ մի եզրակացության չգանք։ Հիմա Armcon-ի մասին։ Armcon-ը երևի ես չեմ չհապազացնում, նվիրյալների ակումբ է, ովքեր իրանց ժամանակը առանց որևէ ֆինանսական նպատակների, առանց ինչ որ ֆինանսական հետ հարված ստանալու զուտ իրանց ժամանակը, իրանց ռեսուրսները տրամադրում են մի նպատակով, որ հայալեզու գրականության մեջ լինեն նաև այդ ժանրերը։ Ոնց եկաք դրան, ոնց ստեղծվեց Armcon-ը, ինչի համար ստեղծվեց։
Ինձ թվում է ճանապարհը նույնն է, ինչ որ եւ այլ ոլորտներում կարող լիներ, եթե ինչ որ բան շատ ես սիրում, ինչ որ պահի ուզում ես ավելի ընդգրկվես, ավելի խորանաս դրա մեջ, միգուցե սկսես շատացնել այն, ինչ որ դու շատ ես սիրում, հա։ Նախաձեռնությունը սկսել է հենց այդ ելակետից։ Մենք հիմնադիրներով շատ էինք ժանրը սիրում, մասնակցում էինք տարբեր գրական ֆորումներին եւ փորձեցինք ներբերել այդ փորձը, որը մենք որի ականատեսն էինք այդ ֆորումներում։ Նախաձեռնությունը այդպես սկսեց։ Ու այդտեղ շատ կարեւոր է, որ անձամբ իմ համար նույն տարբերակ է, թե ինչ որ բան դու շատ ես սիրում, եւ ինչ որ բան, որ քո կարա ստացվի լավ, որ ասպեկտում լավ, օրինակ ես չեմ ստեղծագործում, այդպես որ լուրջ տրամադրված, բայց ես ուզում եմ, որ ստեղծագործությունները շատանան, ավելի լավ, ավելի բարձր որակի դրա համար ինձ ավելի գտա կազմակերպիչի դերում, հա։ Դա շատ կարևոր նյուանս է։ Առհասարակ ինձ թվում է մարդ իր կյանքում պետք է հասկանա իր ուժեղ եւ թույլ կողմերը։ Ես չեմ ասում, որ հնարավոր չէ զարգացնել ուժեղ կողմերը, բայց անհնար է ունենալ ամեն ոլորտում լինել ուժեղ եւ կայացած եւ հաջող։ Կարծում եմ տենց չի։ Եվ այդ talent-ը, տաղանդը, որ մարդիկ պետք է իրենց մեջ բացահայտեն եւ հետո հղկեն։ Արդյոք ունեն իրենք ստեղծագործելու տաղանդ, թե չէ։ Մենք ականատես ենք լինում մեր նախաձեռնության շրջանակներում երկու դեպքին էլ։ Մարդիկ ովքեր ունեն տաղանդ, որոնք կարող են զարգացնել եւ աշխատել դրա վրա։ Եվ մարդիկ, որոնք որ այսքան պատճառով օրինակ կաղում են, չունեն, չգիտեմ։ Ես քանի որ ինքս մասնակցել եմ Armcon-ի մրցույթներին, ոչ միայն որպես ստեղծագործող, այլ նաև որպես ժյուրի, ոչ թե ժյուրի, այլ ստեղծագործությունների նախնական զտող եւ այլն, կան ստեղծագործություններ, որոնք իրոք արժեքավոր են։ Կան ստեղծագործություններ, որոնք հետաքրքիր են որպես պատմություն, բայց գրական առումով հում են։ Հիմա ոնց կարելի է անել, որ այն հեղինակները, ովքեր ունեն լավ գաղափարներ, կարան հորինեն լավ պատմություններ, լավ կերպարներ, բայց չեն կարողանում, ասենք, գրական ձևով դա ներկայացնել, իրենք սովորեն դա հնարավոր է вообще սովորել։ Եթե մաքսիմալիստական պատասխան տամ, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուր շատ ավելի շատ են մարդիկ, ովքեր որ կարող ունակ են հորինել լավ պատմություններ։ Դա համար եթե ելնենք այդ կետից, ապա դա վերաբերում ոչ թե մրցույթի մասնակիցներին, այլ դա ընդհանուր երևույթ է, հա, բայց մենք չենք ասում, որ բոլորը պետք է սովորեն այդ ամբողջը տալ գրչին, հա։ Դրա համար ես կարծում եմ, որ լավ պատմություն ունենալը կամ հորինելը դա պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ Մեծ աշխատանք պետք է տարվի եւ հենց այդտեղ է հարցը։ Այդ մարդը կարող է այդ աշխատանքը տիրապետել, հա, այդ արհեստին տիրապետել։ Մարդ որ կլծվի սովորելու, ինքնակրթվելու կամ այլ ձևով կրթվելու, հա, ոչ միայն ինքնակրթվելու աշխատանքին կփորձի բարձրացնել իր որակավորումը։ Եթե այո, ապա միգուցե եւ ստացվի իր մոտ։ Բայց դա հենց в этом вся соль, ամբողջ աղը դրանում է։ Մարդ ցանկությունը ինքնակատարելագործվելու եւ աշխատելու անդադար ի վրա ինքը հեշտ բան չէ, ինքը հավասար է տաղանդին, հա։ Հենց դա շատ բարդ է տրվում։ Հիմա պատական անցորդին կանգնացնենք եւ ասենք մի հատ պատմություն հորինի։ Շատ լավ պատմություն կորնի, ես կարծում իհարկե, բայց ամբողջ բարդությունն այն է, որ օրինակ գրում ես, քանի որ առաջ խոսում էինք Լիանայի հետ Խաչատրյան, ասում են, գրում ես Տիգրանակերտի մասին, օրինակի համար, քաղաքային ֆենտեզի։ Կարելի է հորինել շատ լավ պատմություն։ Ու դա ավելի հեշտ է, քան այդ պատմությունը իրագործել, ձևակերպել, որովհետև թեկուզ առնվազն այն ամբողջ հետազոտությունը, որ դու պետք է անես, հասկանաս այդ պերիոդի Տիգրանակերտի դրան կառուցվածքը, ասենք փողոցները ինչ ձև պետքա լինեին, հետո կարողանաս միտքը գրագետ շարադրել, ունենալ հարուստ բառապաշար, որովհետև պատմությունները հենց
դառնում են նյութական այդ ամբողջ գործիքակազմի շնորհիվ։ Ոչ միայն իմ կարծիքով ոչ միայն բառապաշար, այլ նաև գրական քո սեփական ձեռագիրը կարողանաս ստեղծես, թե ոնց ես դու պատմում այդ պատմությունը, ինչ բառերով, ինչ նախադասություններով, այսինքն դա հեշտ գործ չի։ Ինձ թվում է դա ամենաբարդ գործն է։ Արմկոնը այդքան բան անում է, գրքերը տպագրում, մրցույթները անցկացնում, աշխատարաններ կազմակերպում, վարպետաց դասեր եւ այլն։ Այսինքն հնարավոր է ինչ որ ձևով այդ ամբողջ գրելու ցանկություն ունեցող ամբողջ զանգվածի մեջ ի վերջո կարողանալ գտնել այդ տաղանդավոր սերմերը, հանել։ Մենք ես ժամանակին օրինակ եմ բերում, արմկոնը կայծ է։ Եթե վառվող նյութ կա, եթե կպչան կա, կվառվի, հա։ Դա ման ինքը sense մեծ առումով ֆիլտր է։ Մենք կայծը տալիս ենք, մենք չենք կարող մարդկանց գրող սարքել։ Հա։ Դու ես նախաձեռնության մեջ դու եկես։ Հենց դա նպատակներ չի մարդկանց գրող սարքել։ Նպատակը այն է, որ գտնենք մարդկանց, ովքեր կարան դա անեն։ Այո։ Ովքեր հետաքրքրված են, ովքեր կարողանում են ու ովքեր կարան իրեն ժամանակը տրամադրեն անեն դա։ Հիմա արդեն կոնկրետ մրցույթն է, ես ինքս քանի որ մասնակցել եմ դեպի վերի աշխատանքների ընթերցանությանը, ես կարամ ինքս ասեմ, որ ոնց որ ցանկացած ոլորտում ու ցանկացած երկրում, այսինքն մենակ Հայաստանի մասին չի, ցանկացած երկրում տես մրցույթ անցկացրու, համամասնությունը նույնը կլինի։ Կլինի մեծամասնությունը ստեղծագործությունների, որոնք կոպիտ չասեմ, այնքան էլ որակով չեն, ու կլինի փոքրամասնություն, որոնց մեջ կարաս գտնես ինչ-որ արժեքավոր բան։ 80-20։ Հա, 80-20, դա ոնց ասեմ, աբսոլյուտ համամասնություն է, ինքը ցանկացած երկրի համար ամենայն հավանականությամբ նույնը կլինի։ Կարծում եմ, հա։ Ու այդ 20-ին գտնելը, 20%-ին գտնելը, հետո այդ 20%-ի ստեղծագործությունները նորից խմբագրելը, հետո դա տպագրելը, ոգևորումը նաև այն մնացած մասին, ովքեր չեն մասնակցել տվյալ մրցույթին, որ մասնակցեն հաջորդին։ Մրցույթից մրցույթ մասնակիցների թիվը ավելանում է։ Այո։ Բայց այս վերջին մրցույթը դիցայինը դժվար է, շատ ավելի բարդ է։ Բարդ է։ Շատ ավելի սպეციფიկ էր։ Այդ դրա մասն եմ ուզում մի քիչ պատմես։ Դիցայինը անցկացնելու մտահղացումը կար դեռ 2013 թվականից, երբ որ մենք երկրորդ արմկոնը ավարտեցինք, 12-13 թվականից հաջորդը ուզում էինք անայինք Կովկասյան վիշապ խորագրի տակ։ Գիտես ոնց դիցայինը միշտ ձգում է, միշտ, այսինքն ֆենտեզին դիցայնի վրա հիմնված փաստացի, բայց միշտ որպես կազմակերպիչ նույնպես քեզ ձգում է, չէ՞։ Ու այդ մտահղացումը կար։ Բացի այդ, ես միշտ կրկնում եմ, որ իմ մեջ ցանկությունն է, որ արմկոնը նաև ավելացված արժեք գեներացնի։ Ահա։ Ոչ միայն ժանրը զարգացնի, այլև ասենք մեր որպես համայնք, որը որ հայկական համայնք է, կպնի այն լարերին, որոնք որ կարևոր են, հա։ Կներես մենք Հովյան Հայկի հետ որ խոսում էինք, հենց այդ ավելացած արժեքի մասին էլ էինք քննարկում, որ հայկական դիցաբանությունը ըստ էության ինքը շատ քիչ օգտագործված, հատկապես ժամանակակից գրականության համար շատ քիչ օգտագործված գանձարան է։ Ահա։ Ու դա վերհանելը հիմա շատ կարևոր է։ Միանշանակ դրա համար մենք անդրադարձանք մրցույթի տեսքով։ Բայց ինչպես նշեցիր դու, բարդ էր, սպეციფიկ էր։ Մենք ունեցանք ավելի քիչ աշխատանքներ, համամասնությունը նույնն էր։ Աշխատանքների քիչությունը ես թեմայի բարդության հետ եմ կապում։ Որպեսզի մենք օգնենք մասնակիցներին, մենք կազմեցինք գրականության ցանկ, տեղադրեցինք այն ինտերնետում, նաև որոշ գրքերի համար դրեցինք նաև հղումները, որոնք որ բաց հասանելիություն ունեին, հա։ Եվ նաև պատրաստեցինք բառագիրք դիցային։ Տարբեր բառարաններից, մասնագիտական գրականությունից վերցրեցինք այն դիցային էակների եւ երևույթների ոչ ամբողջական բառագիր կազմեցինք։ Այդ բառագիրքը տպագրվեց ժողովածուի հետ միասին։ Այսինքն մենք որպես նախաձեռնություն կարողացանք այնպես անել, որ մրցույթի մասին խոսվեց, հայկական դիցաբանության մասին խոսվեց,
Մասնագիտական գրականության ամփոփցանք կազմվեց, հետո մեզ պատմում են, որ որոշ գրադարաններից, դպրոցներից կան կարծիքներ են փոխանցել մեզ, որ կարևոր գործ է արվել, իմ համար դա անակնկալ էր, բայց ուրեմն դա հաջողության հասել է, ամփոփ այդ ամբողջը արվեց եւ իհարկե ընտրվեցին աշխատանքներ, ոչ լավ նախորդ մրցույթների ժամանակ մենք կհիշես արել ենք 10 լավագույն աշխատանք դեպի վերի ժամանակ, այս անգամ մենք որոշեցինք տպագրենք բոլոր աշխատանքները, ովքեր նախնական փուլը անցել էին, թվով 18 թե 20, չէ՞։ Իսկ շատ էր եկել ընդհանուր քանի։ Ընդհանուր չէ, քիչ էր եկել, մոտ 30 հատ աշխատանք էր եկել։ Այսինքն կարելի ասել, որ 30-ից մոտ 10-ը ֆիլտրվել էին ինչ-ինչ պատճառներով, տեխնիկական պայմաններին չէին համապատասխանում, թե զուտ որակը բավարար չէր, որպեսզի անցներ, որովհետև մենք որպես կազմակերպչական խումբ պետքա կարողանանք ժյուրիի գործը թեթևացնենք։ Հետո աշխատանքները գնում են ժյուրի, ես ինքս ժյուրիություն չեմ անում, բայց աշխատանքները գնում են ժյուրի եւ այդ նախնական ֆիլտրացիան ինքը ամենակարևոր բաներից մեկն է, էտապներից մեկն է։ Կարծում եմ, որ մրցույթը հաջողվեց, այն առումով, որ ինքը կարելի ասել, որ ի սկզբանե հաջողված է, որովհետեւ թեմայի արծածումը նույնիսկ իր դերը ունեցավ։ Դա դիզայնի հենց այդ մոտեցումը ավելի արմատական կարելի ասել։ Որ դու հերինակին չես ասում, մենակ գիտես ինչ կա գնա հայկական դիցաբանություն ուսումնասիրի մի բան օրինի։ Դու իրան տալիս ես նյութեր, ինքը մտնում է, ինքը ուսումնասիրում է, ինքը գտնում է ինչ որ իր համար զարմանալի բաներ, որ մասին չի իմացել, ինքը դրանով ոգեշնչվում է ու կարող է ստեղծի ինչ որ նոր պատմություն։ Այդ մոտեցումը, այդ ավելի հիմնային մոտեցումը, ավելի գիտահենք մոտեցումը, նաև երբ որ դու հերինակին օգնում ես, աջակցում ես, այդ մոտեցումը նաև հետագա մրցույթներում շարունակվելու։ Ինձ թվում է, քանի որ այս մրցույթի ժամանակ մենք գործ ունենք բավականին մեծ ծավալով ակադեմիական նյութի հետ, ապա չեմ կարծում, որ նույն ֆորմատով կարա շարունակվի։ Ենթադրենք մյուս նախաձեռնությունը քաղաքի մասն է, ուզում ասի։ Քաղաքային ֆենտեզի կամ քաղաքային ավելի շատ քաղաքային լեգենդների մասին։ Այո, ցանկություն կա մեր նախաձեռնության մեջ կամավորների խումբ ստեղծել եւ հավաքագրել քաղաքային լեգենդներ։ Ցանկություն կա դա անելու։ Ինչքան որ դա կստացվի, ինչքանով դա կռեալիզացվի, չեմ կարող ասել, քանի որ քաղաքային լեգենդները ավելի իրենց զետեղում ավելի բանահավաքչության է նմանվելու։ Հենց դա դուրս է գալիս մենք Արմկոնը այն հին ժամանակներում որ հերինակը գնում էր ժողովրդին հարց ու փորձ էր անում, ինչ-որ բանահյուսական էլեմենտներ էր գտնում, միացնում էր պատմության մեջ։ Հիմա կարելի է նույնը նաև Արմկոնը անի մեր ժամանակներում։ Ինչ վատ բան։ Ու դա հիասքան չէ։ Դա հիանալի է։ Ես շատ կուզենամ, որ դա իրական է։ Այդ ավելացված արժեքը այս դեպքում քաղաքի դեպքում, հենց այդ ավելացված արժեքը կլինի այն, որ հերինակ ասեն գնա, չգիտեմ, հերավոր մարզի ինչ-որ գյուղ զրուցի տեղի մարդկանց հետ, իմանա իրանց, ասենք, տեղական լեգենդները կամ տեղական, չգիտեմ, ասույթները կամ ինչ-որ բաներ, որոնք սպეციფიկ են հենց այդ տարածքի համար ու դրա հիման վրա պատմություն ստեղծի։ Ես բան հիմա չի արվում մասսայական։ Հա, չէ, ես միանշանակ կողմ եմ։ Բանահավաքչություն ինձ թվում է հիմա շատ քիչ է արվում, երևի հատուկ են հետազոտողներ առհասարակ երևի թե անում են մասնագիտական, բայց պատկերացրու Սովետ միության ժամանակ ինչ մեծ ծավալի աշխատանք էր։ Ես օրինակ որ երեխա էի, Սևանում, ասենք Սևանը փոքր քաղաք է, մեր լոկալ թաղամասում, Դոսաֆում այդ թաղամասն ուներ իր առանձին քաղաքային լեգենդները։ Որ ասենք Երևանից մեկը գար հարց ու փորձ աներ, ինքան բան կներ պատմելու իրան։ Դե ուրեմն Դոսաֆի լեգենդները նույնպես պետք է։ Դոսաֆի լեգենդները զետեղեն։ Նաև անցած տարի էլի մրցույթ անցկացվեց գիտության շաբաթվա շրջանակում։ Շատ հետաքրքիր մրցույթ էր, որովհետև ոչ թե արդեն ֆենտեզիի մասին էր խոսքը, այլ կոնկրետ 4 գիտական ֆանտաստիկայի գիտահեն ու ստեղծագործությունները ես էլ եմ կարդացել աղագին մաս, էլի համամասնությունը մոտարպես նույնն էր, լավերի ու քանի որ բանը ըստ պայմանի պետքա կարճ լինեին ստեղծագործությունները, շատ էին ստացել։ Շատ էինք եւ նաեւ
Լիլիթից հետև ձեռքով դպրոցականներն էլ էին մասնակցել, այդ առումով ստեղծագործությունները իրոք շատ էին, բայց որոնք էին քո հավանած ստեղծագործությունները դու որոնք առանձնացնեիր։ Մի քանի ստեղծագործություն կար, որի հեղինակին գիտեմ, բայց ինքը ուզում է անանուն մնա։ Իրան որ ասում ես, ինքը ասում է, ես չեմ ստեղծագործում, բայց մեկ-մեկ ուրիշ անունով ստեղծագործում է։ Չէ, կային լավերը, իրոք կային։ Կային։ Լավերը կային, մրցույթի ամփոփումներով էլ մրցանակները ստացան իրանք։ Այսինքն Լիանան էր մասնակցում, ճիշտ եմ ասում։ Լիանան մի քանի հատ էր գրել։ Հովյանը չէր մասնակցում, Լևոնն էր մասնակցում։ Լևոնը մրցանակ տարավ։ Լևոնը մրցանակ տարավ։ Առաջի տեղը Արթուր Արաքելյան։ Հա, ճիշտ է, մատրիցայի եւ մատրիցայի մեջի մրցումների։ Հա, բարձրը բոլոր ամբողջ մարդկությունը վիրտուալ միջավայրում է ապրում, մոռացել են իրական աշխարհի մասին, բայց մեկը գալիս է իրական աշխարհ, բարձրը ստեղ մարդիկ ինչ որ Իսա վայրենի վիճակում մեքենաների դեմ են կռվում։ Հա, օրինակ Արթուր Արաքելյան իմ համար բացահայտում էր նախաձեռնության մեջ, որովհետեւ կհիշես դիցայնում ուներ երկու գործ։ Հա։ Երկու թե երեք նույնիսկ։ Երկու իշքան։ Երկու ու բավականին հաջող գործեր էին, սկսնակ գրողի համար ու իմ համար բավականին դեպք։ Ոնց որ այս ժամանակին Լիանան էր իմ համար բացահայտում։ Նենց էլ Արթուրը օրինակ հուսով եմ, որ տենց մեծ զարգացում կապրի իր ջիղը։ Այսինքն Արմքոնը ինքն իր նպատակին հստակ ծառայում է, ձևավորվել է համայնք։ Այդ համայնքը ինքնուրույն ինքնակազմակերպվում է, երբ որ պետքա մրցույթները սկսում են, մրցույթներին մասնակցում են, մրցույթներին նոր մարդիկ են ներգրավում, ամեն մրցույթից հետո համայնքը մեծանում է։ Աբսորբում ենք մեր մեջ նոր մասնակիցների։ Կարելի ասել ինչ որ նաև այդ որոշ առումով նաև գիքային համայնք է ինքը։ Հա։ Խորեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց խումբ, ովքեր անտարբեր չեն հայկական գրականության նկատմամբ ու ստեղծագործում են հենց այդ ժանրերում։ Լավ, իսկ ինչ անել, որպեսզի այդ ժանրը Հովյան Հայկի հետ էլ անցած անգամ այդ թեմայով խոսում էինք։ Ինչ անել ու արդյոք պետք է անել, դա էլ է կարևոր։ Այդ ժանրերը, որ մենակ հայկական միջավայրում չմնան։ Նախ ինչա պետք անել, որպեսզի զարգանա։ Դա շատ կարևոր է։ Լավ, ինչա պետք անել, որ զարգանա ու հետո երբ որ զարգանա, ինքը չմնա մենակ հայկական միջավայրում։ Երկու նախ զարգանալու մասին ինչա պետք։ Աշխատանք։ Մենք կազմակերպեցինք աշխատանոցներ, հա, եւ մասնագետները եւ անվանի գրողները կամ վարպետները իրենք կիսվեցին իրենց մոտեցումներով։ Այդ մոտեցումները պետք է մասնակիցները կիրառեն։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդ ընդունի, որ ինքը կատարելագործվելու տեղ ունի։ Հիմա ես օրինակ մեր մասնակիցներից յուրաքանչյուրի տեղը չեմ կարող խոսամ։ Չգիտեմ իրանք ինչ են մտածում այդ առումով, հա, բայց ես մտածում եմ, որ առողջ կլինի, որ իրանք մտածեն, որ իրենք պետք է աշխատեն։ Այդ հաշվի առնելով այդ ամբողջը ինչ որ ասվում է, օրինակ Հրաչյան Սարիբեկյան ասեց, բոլորն են ասում պետք է շատ կարդալ հայերեն։ Շատ կարդալ, շատ։ Որտեղ օրինակ ստեղծագործությունների մեջ լինում էր, որ ես կարդում էի, ու ես հասկանում էի, որ այս մարդը հայերեն չի գրել։ Այո։ Ինքը գրել է ռուսերեն, հայերեն բառերով։ Նախադասությունները դու հասկանում ես, որ մարդը կարդում է։ Ինքը կարդում է ֆանտաստիկա, ինքը սիրում է ֆանտաստիկա, բայց ինքը հայերեն չի կարդում։ Այո, դա մեկ։ Երկրորդը գիրք շնորհալիս ժամանակ Մեհերը ժյուրի անդամներից ասեց, որ ստեղծագործություններ կային, որ հարուստ էին հոլիվուդից վերցրած, հա, փոխառած մտքերով, կադրերով, նույնիսկ էքսպոզիցիաներով եւ այլն, դա խնդիր համար 2, այսինքն սովորել գրելը դա տեխնական աշխատանք է, հայերեն կարդալ, շատ կարդալ, զարգացնել եւ լեզվա մտածողությունը եւ այլն։ Այսինքն մեր նախաձեռնության անդամները պետք է աշխատեն, կարդան եւ նաեւ փորձեն ֆիլտրեն, որ այդ փոխառությունները հոլիվուդյան ֆիլմային փոխառությունները դու կարդում ես, որ կարդում ես ստեղծագործություն ու հասկանում ես, որ ֆիլմից ինչ որ դրվագ նկարագրված։ Այսինքն ռակուրսը է, այնպես է, որ մենակ ֆիլմային չէ, գրքային էլ։ Կարա, հա։ Որովհետեւ որ դու հայերեն ես մտածում ու հայերեն ես գրում, ինքը
Նման չի նրան, թե դու երբ որ դու անգլերեն ես մտածում ու անգլերեն ես գրում։ Հա։ Միանշանակ երկրորդ հարցը, որ դու տվեցիր, բանի հետ կապված, արդյոք պետքա իհարկե չէ, պետքա լավ բան գրես, հոյակապ մի հատ մեծ բան գրես, որ քո երկիրը թնդա ամբողջ աշխարհով։ Հիմա ես ինքը չեմ ուզում, որ ինքը շաբլոն հնչի, բայց ինչի է դա տրամաբանական կամ օրինակ ինչ համատություններ կարանք բերենք։ Անջեյ Սապկովսկիի Վիձմակը Լեհաստանի մասին այդ ժանրային սեգմենտում ով գիտեր ինչ որ մի բան։ Մարդը 80-ական թվականներին գրել է, իսկ հիմա եւ խաղերը եւ ֆիլմերը մի քիչ անհաջող, բայց խաղերը սերիալը հա անհաջող, բայց խաղը ահագին եւ գիրքը հիմա հայտնի դարձրեց ոչ միայն հեղինակին ամբողջ աշխարհով, այլ նաև երկիրը ու ինչ է նշանակում մեծ հաջողություն, եթե այդ հաջողությունը երկրից դուրս չի։ Ամբիցիաներ պետք է ունենալ։ Լեհական ֆոլկլորը։ Լեհական ֆոլկլոր, օրինակ Անջեյ Սապկովսկին մի հատ էսե ունի, որ ասում է շատ մի լրվեք լեհական ֆոլկլորի վրա։ Հենց կոչվում է «Нет золота в серых горах» այդ էսեն։ Դե որովհետև ինքը գնացել մյուս ճանապարհով, ինքը հիմնականում օգտագործել է էլֆեր եւ այլն, հա։ Ես փորձեցի անդրադառնամ քո հարցին, հա, ոնց որ իսկական հաջողությունը պիտի նայ սահմաններից դուրս գնա։ Նայ, անցած անգամ ես Հայկը որ խոսում ենք, մի քիչ ավելի, ոնց ասեմ, ավելի ազդող մոտեցման մասն էինք խոսում, որ պետքա քայլեր ձեռնարկել թարգմանելու համար, մասնագետներ գտնել եւ այլն, այդ իմ կարծիքն էր, բայց հիմա որ քեզ լսում եմ, նաեւ շատ ավելի ռացիոնալ մոտեցում է, մոտենալ դրան ոչ թե ստիպողաբար, այլ ինչի՞ չէ, թող ստեղծվի ինչ որ ստեղծագործություն, որ իրոք արժեքավոր կլինի, նույն Սապկովսկու նման, ու օտարերկրացիները իրանք կուզենան դա թարգմանեն։ Ես կարծում եմ, որ եթե արժեքավոր ստեղծագործություն է, ապա այն իր հաջողությունը կգտնի ինքն թարգմանել։ Ուրիշ բան, որ մեծ ռեսուրսներ եթե տրվեն ժանրի զարգացման համար, ապա ժանրը կզարգանա։ Այսինքն եթե մենք չենք խոսում շահ-չետամտող նախաձեռնությունների մասին, եթե մենք խոսում ենք նպատակասլաց ինչ որ մի բան անելու, բայց քանի որ դա չի արվում մեր երկրի ավելի կենսական անհրաժեշտ բաներում ոլորտներում, հա, ապա սպասել որ այս ժանրային ինչ որ ոլորտներում ինչ որ բան կարվի կամ գրականության մեջ, չէ։ Պետք է մասնակիցները մեր նախաձեռնության իրենք աշխատեն, իրենց արհեստը լավացնեն, բարձրացնեն, որովհետև շատ մեծ լավացնելու տեղ կա։ Օրինակ Ամերիկայում 20-րդ դարի սկզբին, երբ որ գիտական ֆանտաստիկան բուրըն զարգացում ապրեց, դա տեղի ունեցավ շնորհիվ ժուրնալների, ամսագրերի։ Ու այն սկսնակ հեղինակները հնարավորություն ստացան իրանց պատմությունները ամսագրում տպագրելու։ Հետո արդեն որ ամսագրով դարձան հայտնի, նաև գրքերի տեսքով։ Իսկ ես հիշում եմ, մենք քննարկել ենք Արմկոնի շրջանակներում նաև ամսագրի հնարավորությունը։ Գիրքը շատ լավ է, ես գրքում իմ ստեղծագործությունը տեսնել է, դա մեծ ուրախություն է։ Անկախ նրանից, թե ասենք Հայաստանի շուկան հաշվի առնելով, ինչ տպականակով է տպվում գիրքը, ոնց է սպառվում։ Բայց չես կարծում, որ ասենք ամսագիրը ինքը հենց կդառնա այն տրիգերը, որ ավելի բուրըն կզարգացնի, որտեղ դու ամեն ամիս տպագրում ես ու հեղինակների թիվն էլ աճում։ Ես նախ ուզում եի անդրադառնալ, որ մի հատ տեսություն ունեմ, թե 20-րդ դարում գիտաֆանտաստիկան տենց ոսկե դար ապրեց, դարձեթե դար ապրեց։ Գիտատեխնիկական պրոգրեսը այդ ժամանակ էքսպոնենտայով աճում էր։ Հիմա մենք դա ակնհայտ չենք տեսնում։ Հիմա նաև ես օրինակ դա կորելացնում եմ, որ մի քիչ է նաև ժանրում է մի քիչ բան пассив վիճակ։ Այդ ոսկե դարաշրջանը դա տեզերական նվաճումների սկզբի դարաշրջաններ եւ այլն։ Ամսագիրը ես քո հետ համաձայն եմ, շատ ավելի շատ ակտուալիզացներ, բայց ամսագիրը զուտ տեխնիկական պատճառներով է, որ դեռ չի կարացել, որովհետև դա կազմակերպչական այլ մետաբոլիզմի մանկարտակ է պահանջում, որ ամսական ինչ որ մեկը դա խմբագրի, ամսական ինչ որ մեկը դա տպագրի, ամսական ինչ որ մեկը դա տարածի, անգամ եթե ինքը թվային տարբերակով լինի։
Մեկ այլի մեծ աշխատանք։ Մեծ աշխատանք, ով է խմբագրելու այդ ամբողջը, ով է ընտրելու, այսինքն դա մինի մրցույթներ, այսինքն մինի մրցույթներ անընդհատ մշտական գործ, եւ եթե չկա բիզնես մոդել, հատակից բիզնես մոդել դժվար է պատկերացնել։ Ապա ինքը դառնում է, որ կամավորական սկզբունքով պետք է արվի կամ որոշ հովանավորների կամ մեծ հրատարակությունների հովանավորության տակ դա մի քիչ կաշկանդելու է նախաձեռնության օբյեկտիվությունը ընդհանուր առմամբ, չէ՞, հիմա որովհետև նախաձեռնությունը չունի կոնկրետ կարճվածություն որևէ հրատարակչից։ Ամեն դեպքում ես քո հետ համաձայն եմ, դա ինչ որ մի բան է, որի վրա պետք է աշխատել, եւ եթե կլինեն մարդիկ մեր մեջ, ովքեր որ դրանով կուզենան զբաղվել, ինձ թվում է նախաձեռնությունը միայն կշահի։ Արդեն կարանք քիչ-քիչ մոտենանք եզրափակման, չնայած այս թեման այնքան մեծ է, որ կարելի է ժամերով քննարկել։ Ես ավելի շատ գիտես ինչից եմ վախենում, եթե դու ունենաս ամսագիր ու ընթերցող չունենաս։ Այսինքն մենք շատ տեղյակ չենք Հայաստանում ընդհանրապես այդ ընթերցողների բազան կա, այդ ժանրերը կարդացող, թե չէ։ Դա էլ է մեծ խնդիր։ Այսինքն դու ունենաս ամսագիր, մի քանի ամիս իրան պահես մեծացնես ու հասկանաս, որ ընթերցողների բազան չափազանց քիչ է, բայց դա նաև ինչ-որ պարադոքս է առաջանում, որ ընթերցողների բազան կարա քիչ լինի, բայց ստեղծագործելու ցանկություն ունեցող մարդկանց քանակը շատ է լինի։ Ես մտածում եմ, որ իրանք պետքա փող լրացնեն իրար, չեն կարող չփող լրացնել։ Չեն կարող լինել մի հոտ զանգված մարդկանց, ովքեր որ սուպեր ստեղծագործում են եւ ուզում են գրեն եւ գրում են եւ չկա բան, ընդունի չէ ռեցեպտորը։ Կարծում եմ, որ դա ժամանակի հարց է կամ մենք ուղղակի սխալվում ենք։ Դե դա իմ անձնական վախն է, զուտ ելնելով մրցույթներին ստացված ստեղծագործությունների քանակից իմ կարծիքով այդ վախը այդքան էլ հիմնավոր չի։ Պետքա մինչև փորձել չես իմանա, բայց ամեն դեպքում օրինակ հիշում 15-16 թվականին Ղուկասյան Վահեի հետ մենք շաբաթ ամսաթերթ ենք տպում, եթե չեմ սխալվում։ Ու քիչ էին վաճառքները, բայց ինքը տպագիր էր։ Քիչ էին։ Կազմակերպչական մեծ արժանք է պահանջվելու, որպեսզի ամսական այդ ամբողջը լույս տեսնի, խմբագրել մարդկանց հասցնել, որ ու հասցնել այդ մարդկանց, խմբագրել, հասցնել։ Լավ, ամեն դեպքում ես կարծում եմ, որ նախաձեռնությունը իր նպատակներին ծառայում է, որ հստակ դրել եք ու շարժում եք առաջ։ Դրել ենք ու շարժում ենք առաջ։ Մեզ մենակ հաջողություն եմ դրա մաղթում։ Արմկոնը հավերժ է լինելու։ Այո, Արմկոն 2120։ Այո, Արմկոն 2120-ը բանը ուղեցրին ենք նշելու։ Այո։ Ես լավ նոտայի վրա էլ երևի եզրափակենք։ Մերսի որ եկար։ Մերսի որ կանչեցիր։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։